Տիկին Բադալյան, դուք մտավախություն չունեք, որ կարող է հաջորդը դուք լինել։ Ոչ իհարկե, որովհետև չեմ կարծում, որ ես որևէ այնպիսի մեղք եմ գործել, որ կարող է իմ հետևից գան։ Հովիկ Աղազյանն ինչ մեղք է գործել։ Ես այդ հարցում շինթույլտվությունների հետ կապված մարդուն դիմել էին $8,000 մեկից պարտքեր վերցրել։ Տեսեք, ես Հովիկ Աղազարյանին շատ հարգել եւ շատ գնահատել եմ միշտ, որովհետև համարել եմ, որ նա թիմին շատ նվիրված անդամ է եւ կարծում եմ, որ սա հնարավորություն է նաեւ, հա, այս ամբողջ քննարկումը, որպեսզի Հովիկ Աղազարյանը կարողանա ինքնադրսևորվի եւ ի վերջո հնարավորություն է, որպեսզի իրեն մեղսագրվող այդ ամբողջ խնդիրները, որոնք գուցե կան, գուցե եւ չկան, այնուամենայնիվ հանգուցալուծում ստանա, որովհետեւ անորոշությունը ամենասարսափելի բանն է։ Այս իմաստով ես ուրախ եմ, որ այս քննարկումները կան, բայց անսահման տխուր եմ, որ նման իրավիճակի մեջ մենք հայտնվել ենք, չգիտեմ օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով եւ կարծում եմ, որ թիմից ով էլ հայտնվեր նման իրավիճակում, ես այդ անսահման տխրությունը կունենայի։ Չէ, դեռ չեմ մասնակցել։ Իհարկե, որովհետև խմբակցության ընդունած որոշումները, իհարկե ես չեմ կարող բացահայտել ինչպիսին է եղել իմ դիրքորոշումը, բայց խմբակցության արդեն ընդունված որոշումները անկախ քո կարծիքից դրանք պարտավոր են իրականացնել։